Օրհնյալ լինի մեր Աստվածը, սիրելիներ։ Շարունակելու ենք մնանք պաշտամունքի մեջ, ժողովուրդ ջան։ Այսօր ձեր առջև կանգնելուս բուն նպատակը եւ համարձակությունը հետեւյալն է, սիրելիներ։ Մեր Տերը ներկա է։ Դա ես չեմ ասում։ Դա ինքն է ասում։ Կատարվում ավետարանական շատ խոսքեր։ Ամեն մի հոգի կարող վկայի իր մեջ իր խոսքը։ Որտեւ երկուս եւ ավել ենք, այստեղ իր անունը փառավորվի։ Մենք չենք խոսում խոսք, մենք չենք լսում խոսք, ինչ որ մի պոետի բանաստեղծի։ Մենք խոսում ենք խոսք, կենթանի Աստծո բերանից ելած դա էլ բավարար չի, խոսքի հեղինակն էլ այստեղ է, իր անունը փառավորվի։ Ու այս հոգին է, որ խոնարհությունով ինձ բերել է իր առջև եւ ձեր առջև, որ ձեր միջոցով, բանը մարմին դառնալով, հաղորդ լինելով Տիրոջ կարեկցությանը, որպես եկեղեցի, որպես կենթանի քարեր, դուք Հովիկի ընտանիքի եւ իմ ընտանիքի կողքին եղաք, իր անունը փառավորվի։ Իմ խորին շնորհակալությունը, քույրեր, եղբայրներ։ Այս ամեն բանի հեղինակը, այս կարեկցությունը ձեր կողմից դա կենթանի Աստծո հոգին է։ Մենք ճաշակում ենք։ Խոնարհությունը Տիրոջմով բոլորիդ առջև։ Տերը բոլորիդ ընտանիքներում ուրախության անձրևներ թափի, Հովոյի ընտանիքն էլ, իմ ընտանիքն էլ, մասնակիցներն են, կիսենք ձեր ուրախությունը, ժողովուրդ ջան։ Եվ կուզեմ Տիրոջմով այն, որ իմ սրտում անհանգստություն կա, եւ բոլորիս համար որպես հորդոր, որպես կյանք, նոր բան չեմ կարդալու, բան, որ արդեն եղել է, բան, որ շարունակական լինում է, բան, որ դեռ չգիտենք որքան ժամանակ մինչև Տիրոջ գալուստը սա պետք է կատարվի, սերներ։ Մենք խոսում ենք, որովհետև հավատում ենք։ Տեսնենք հավատքի հեղինակը ինչ է ասում այսօր մեզի։ Սերներ, Տիրոջ ձեռքը չի կարճացել։ Հավիտենական դարերի խորքից ինքը իր գործի հետևում կանգնած է ու իր ձեռքը չի պակսել մեզ օժտելու։ Ուզում եմ մի բան ասել եւ կարդամ բացանենք մեր գրքերն էլ Հովանու ավետարանից 14-րդ գլխից եւ Հուդայի աղոթներից եւ դրանից հետո աղոթք հայր մեր երկով կշարունակենք պաշտամունքը։ Ժողովուրդ ջան, մի հայ նկարիչ կար, որը չկարողացավ նկարել իր մոր ձեռքերը։ Աստվածատուր շնորհը չբավարարեց, որ մարդու ձեռք նկարակերպի։ Իր մոր ձեռքերը թաթը նկարեց խմոր։ Դա արշիլ գորգին է։ Այսօր մենք այդ խմորի խորհրդի մեջ կարող ենք ամեն մեկս մեր կարծիքը ունենալ, բայց որպեսզի բուն խորհուրդը մենք գիտնանք, մենք պետք է հեղինակին հարցնենք, բայց հեղինակը չկա, ինքը չկա։ Այսօր մենք այս խոսքի հեղինակը ներկա է։ Մենք այդ հարցումը իրան տանք ու ճաշակենք իրան ու գիտնանք, որ Տերը ասում է. ես կենթանի եմ, դուք էլ եք կենթանի, ուրեմն մենք կենթանիներ ենք։ Այս վայրը կենթանիների ժողով է, ժողովուրդ ջան, թող իր անունը փառավորվի։ Ուրեմն մեր Տերը երկրի վրա գալով ժողովուրդը, հավատացյալները ճաշակելով խոսքը հստակ գիտեին, որ Մեսիան Հիսուսն է։ Հստակ գիտեին, բայց նախանձը չթողեց, նախանձը ծածկեց ճշմարտությունը, սիրելիներ։ Հիմա Հիսուս խոսում է աշակերտներին, որ պետք է գնա հորը քով։ Սիրելիներ, աշակերտները գիտեն, որ թագավորը արդեն եկել է, ուր գնա։
Իրանք ունեին մի մխիթարություն, որ սպասում էին, հերվից տեսել էին այդ խոսքը, եկել հասել էր իրենց, բայց հիմա տեսնում են Հիսուս ուրիշ բան ասում։ Եվ մենք տեսնում ենք Տիրոջ խոսմունքը աշակերտներին հանգստացնելու համար, մխիթարելու համար եւ ճշմարտության հայտնության համար։ Եվ մենք ներկա գտնվողներից շատերը այն որ կարդալու են մենք այդ խոսմունքը, այդ խոսքը ունենք մեր մեջ, մենք ժառանգորդներն ենք։ Կան այստեղ նախանձավոր հոգիներ, որ որոշում կկայացնեն այս խոսքերը ընդունել։ Կան հոգիներ, որ կուզեն ընտրություն կատարել կյանքի եւ մահվան միջև, այս խոսքերը, կյանքի խոսքերը։ Այսօր ընտրությունը կատարիր, ով անմահ հոգի։ Դու այսօր հիմա կարող ես ճաշակել իրան, որտեղ ինքը ներկա է, որտեղ ողջերը պետք է ճաշակեն։ Եվ Հիսուս իր մխիթարական խոսքը ժողովրդին, աշակերտներին տեսեք ինչ ասում։ Ան որ ինձի կհավատա, այն գործերը, որոնք ես կգործեմ, ինքն ալ պիտի գործե, եւ անոցմե ավելի մեծ գործեր պիտի գործե, վասնզի ես հորս քով կերթամ։ Իմ անունովս ինչ որ խնդրեք, պիտի կատարեմ, սերներ չի կատարվելու այնպես իմ խնդրվածքի համար, կատարելու է ինքը։ Մենք օդի մեջ չենք խնդրելու, ես չեմ կանգնելու այն իմ բնակարանի նման շենքի այլ շենքի տակը ու կանչեմ իմ հորս, ես կանգնելու եմ կոնկրետ իմ տանս բնակարանի տակ ու կանչեմ իմ հորս։ Մեր խնդրվածքը կոնկրետ իրեն է եւ պատասխանը ինքն է տալու։ Եվ տեսնենք ինչպիսի խոստմունք կա, ինչպիսի պատասխան կա, արձագանքը եւ նոր, ամեն բան նոր։ Ինչ որ խնդրեք, պետք է կատարեմ Զանիկա, որպեսզի հայրը որդիով փառավորվի։ Եթե իմ անունովս բան մը խնդրեք, Զանիկա պիտի կատարեմ, ու եթե զիս կսիրեք, իմ պատվիրանքները սպահեք։ Հիմա տեսնում ենք սերներ, այս խոսքերի մեջ հայացք է փոխվում, տարածություն է փոխվում, մարդ հարաբերություն, արտակի երևույթ չի կացվում։ Տիրոջ հոգին մեզ ձգում է երկինք։ Տեսեք, ինչպիսի մխիթարիչի համար է խոսում սերներ, որի կարիքը շատերս ունենք այս պահին։ Ես ալ իմ հորս պիտի աղաչեմ եւ ուրիշ մխիթարիչ մը պիտի տա ձեզի։ Սերներ, ուրիշ մխիթարիչ, այսի ուրիշ մխիթարիչ է։ Շատերս ճաշակում ենք, դա ունենք, մենք ունենք մեր ներսիդին, այդ խոստացյալ Սուրբ Հոգին ունենք։ Եվ մենք այդ հոգու վկաներն ենք, այդ հոգին կրողներն ենք, ամեն մի փափագող, ամեն մի խնդրող այս պահին կարա պարուրվի այդ հոգով, կարա հաղորդակցվի այդ ճշմարտությանը, կարա գտնվի այն ձեռքի մեջ, որ կյանք է կաթում այդ ձեռքերից, մենակ հոգին կարա ասի, ու մենք ճաշակում ենք, ոնց է, ինչպիսի ապահովություն է, ինչպիսի սեր է Տիրոջ ձեռքերս ելներ։ Ուրիշ մխիթարիչ մը պիտի գա ձեզի, տա ձեզի, որպեսի եւ հավիտյան ձեզ հետ պիտի բնակվի, ճշմարտության հոգին, որ այս աշխարհը չի կրնար ընդունել, վասնզի չի տեսներ ու չի ճանչնար Զանիկա, սերներ, Տերը եկավ, տեսան, չընդունեցին, մեղքը սիրեցին, էլ ուր մնաց, հոգին Սուրբը խոստմունքը աշխարհը կարողանա տեսնի, եթե ինքը ապավինում է իր իմաստությանը, չի կարող տեսնի, Տիրոջը մոտենում են որոշում կատարելով, կամքը հայտնելով, Տիրոջը չեն մոտենում
ոչ բանականությունով, ոչ զգացմունքով։ Որոշում կատարողը մարդու կամքն է։ Հեթանոսները ապավինում էին իրենց իմաստությունը, հրեաները իմաստություն կփնտրեին, իսկ հրեաները հրաշք եւ նշաններ։ Այսինքն որոշում կատարողը, ցանկացողը, ընտրություն կատարողը սիրներ կամքն է մարդու։ Այսօր է ժամը, սիրներ, կան հոգիներ, այսօր ձեր կամքը տվեք, ձեր սիրտը տվեք Տիրոջը ու կճաշակեք, որ Տերը բարի է։ Եվ վասնզի չի տեսներ զանիկա ու չի ճանչնար զանիկա, բայց դուք կճանչնաք զանիկա, վասնզի ձեր քով կբնակի ու ձեր մեջ պիտի ըլլա, ձեզ որբ չեմ թողուր, կուգամ ձեզի, սիրներ, քիչմը ատենեն ալ աշխարհ զիս պիտի չտեսնե, բայց դուք պիտի տեսնեք, վասնզի կենթանի եմ ու դուք կենթանի պիտի ըլլաք, իրա անունը փառավորվի, ինքը կենթանի է, այս խոսքերը կենթանի են, այս խոսքը ընդունի ու պիտի ապրես, այս խոսքը կկենթանացնի քեզ, Հիսուսն ասում, ես կենթանի եմ, մեզ էլ ասում է դուք էլ եք կենթանի, իր անունը փառավորվի։ Կներեք ձեր համբերությունը շահարկելու համար կարդալու եմ Հուդայի թղթերից էլ եւ հայր մեր աղոտ կերքով գանք Տիրոջ ներկայության մեջ։ Եվ անոր, որ կարող է ձեզ ամբից պահել եւ իր փառքին առջև անարատ կանգնեցնել ցնծությունով, սիրելներ, Տիրոջ հանդիպողը չի կարա չցնծա, Տիրոջ ներկայության մեջ չկա սուկ, չկա դառնություն, որտեղ բարձր է ինքը։ Մենք, լինելով Աստծո զավակներ, խորապես գիտակցում ենք, ես չեմ կարող անգամ աղոթքի գալ հավասարի իրավունքով։ Թերևս ինքը իմ հայրն է, սերներ, խնդրում եմ ուշադրություն, անգամ աղոթքի մեջ, հարաբերությունների մեջ, մենք այդ մեծության մեջ չեմ կարող հավասարի հետ հաղորդակցվենք։ Իր անունը փառավորվի, սերներ, մեր փրկչին, միայն Աստծո, մեր Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոսին ձեռքով փառք ու մեծություն, զորություն, իշխանություն բոլոր դարերեն առաջ եւ հիմա բոլոր դարերուն մեջ, ամեն։ Տերը իր ներկայությունով թող օրհնի բոլորի սերներ։ Oh
Ամեն բանից առաջ ասենք Փառք Հիսուսին քուրեր եղբայրներ ջան, թող Աստծո Սուրբ Հոգին այսօր ամենքիս մխիթարի, իրապես եթե մեկը չունի մխիթարություն, թող սրտանց Հիսուսին ընդունի եւ փառած Հոգին Սուրբ Հոգին կարա այդ անձին մխիթարի, կարա հանգչեցնի այդ խաղության եւ սիրո քաղցրության մեջ քուրեր եղբայրներ ջան։ Եղբայրը որ կարդաց այդ հատվածը չէ, ասեց Ես կգամ ձեզի ուրիշ մխիթարիչ կուղարկեմ եւ կգա ձեզի որբ չեմ, թողի հավիտյան ձեզի հետ պիտի լա։ Մեր հովիգ եղբայրը որբ չէր, քուրեր եղբայրներ ջան։ Ինքը ընդունեց Քրիստոսին իր հավիտենական հոգու հորը եւ ինքը այո անպատմելի ուրախության մեջ է։ Ինքը կատարեց ընթացքը, պահեց հավատքը, փառած պսակը Տիրոջից պիտի առնի։ Երանի բոլորս հասնենք սրան, քուրեր եղբայրներ ջան։ Երանի սա ունենանք մեր առջև դրված, Տիրոջ անունը փառավորվի։ Ուրեմն ժողովողից մի հատված կարդամ, որ ասում է մահվան օրը ծննդյան օրեն ավելի աղեկ է։ Տեսեք 7-րդ գլուխ առաջի խոսքից կարդում եմ։ Բարի անունը հոտավետ յուղեն ու մահվան օրը ծննդյան օրեն աղեկ է։ Էսի մարդկայնորեն որ մտածում ես անկարելի է հասկանալ, քուրեր եղբայրներ ջան։ Ասում է մահվան օրը ծննդյան օրեն ավելի աղեկ է։ Այն անձերի համար, ով որ Քրիստոսով գնաց, քուրեր եղբայրներ ջան։ Տեսեք, ասում է սուքի տունը երթալը, կոչունքի տուն երթալեն աղեկ է։ Վասնզի ամեն մարդու վախճանը այն է, ու կենթանի եղողը զանիկա իր սրտին մեջ պետք է պահե։ Այս բանը որ կատարվավ, չէ, հիմա մահեր տեղի ունեցավ, այս քանի օրվա մեջ մի քանի մահեր ենք ունեցել։ Աստված թող մխիթարի բոլորին, բոլորի ընտանիքներին, հարազատներին եւ բարեկամներին, բայց Երանի են անձերին, որ Քրիստոսով են ընջել, քուրեր եղբայրներ ջան։ Հիմա այս բանը դրված է, այս թաղման արարողությունը, այս ինչ որ կա, մարդ ասում է, սրտին մեջ պահե, հիմա բոլորը հերթի մեջ են։ Մեկը շուտ, մեկը ուշ, ում որ Աստված կարգել է, հասկանում եք, բայց գնա, ասում է թաղման տուն, որպեսզի քո սրտին մեջ պահես, վերջը ես էլ եմ գնալու, բայց Հիսուսով եմ գնալու, թե ոչ, սա է հարցը, քուրեր եղբայրներ ջան։ Մահը աշխարհի համար վերջակետ է, հոգևոր ժողովրդի համար ժամանակավոր բաժանում է սա, հասկանում եք, դրա համար մենք հույսով ենք լցված, թեև այս ժամանակավոր բաժանումը կա, կարոտը կա կարծես, այս սիրո հիշողությունները, բայց մենք նաև հույս ունենք, որ մենք պիտի հանդիպենք, որ մենք պետքա Քրիստոսով պետքա հանդիպենք, հասկանում եք, իսկ աշխարհի մարդը սա չունի, այս հույսը չունի, դրա համար ինքը վերջակետ է դնում, վերջ, ասում մահացավ ու վերջ, բայց Սուրբ Գիրքը տեսեք, Աստծո խոսքը ինչ ասում, Երանի Քրիստոսով ննջեցյալներուն, Երանի այդ անձերին, այս սա է պատվականը, այս սա է կարևորը, որ մենք այո հուսվով լցված ենք, թեև այս բաժանումը կա, թեև այս բանը կա, բայց մենք հույսով լցված ենք, մեր սրտի խորքում, մեր ներսը ունենք անպատմելի ուրախություն, որ սա կորուստ չի, կորուստը նա է, որ առանց Հիսուսի է մարդը եթում, որ առանց Քրիստոսի է այս երկիրը ձգում, քուրեր եղբայրներ ջան, սա է իմ համար կորուստը, թե չէ այն մարդը, որ Քրիստոսով գնաց, մենք հույս ունենք, որ պիտի հանդիպենք։ Ես հիմա այս համարները կկարդամ եւ կտեսնեք այս խոսքերը ամեն մեկից թող մխիթարական են։ Թող ամեն մեկից Սուրբ Հոգին այսօր մխիթարի, քուրեր եղբայրներ ջան։ Կարդամ առաջի Թեսաղոնիկեցիս, ուրեմն 4-րդ գլուխ, առաջի Թեսաղոնիկեցիս 4-րդ գլխից եմ կարդալու։
4-րդ գլուխ ուրեմն 12-ից կարդամ. Չենք ուզեր եղբայրներ, որ տգետ ըլակ ննջեցյալներուն վրայով, որպեսզի չտրտմիկ ինչպես ուրիշներ, որոնք հույս չունին։ Ով հույս չունի։ Մենք Քրիստոսով հուսացած ենք, մենք հույս ունենք, որ այո, այդ ննջեցյալների վրայով, որ իրանք պետքա հարություն առնեն, իրանք պետքա հարություն առնեն եւ շարունակության մեջ շիտակ ասում է, քանզի եթե կհավատանք, թե Հիսուս մեռավ ու հարություն առավ, նույնպես ալ Աստված ննջեցյալները Հիսուսով պիտի բերե անոր հետ։ Տեսնում եք, Քրիստոս հարություն առե, մեռելներից Անդրանիկը Քրիստոսն է, որ հարություն առե, ետքը Քրիստոսով ննջեցյալները պետքա հարություն առնեն, կհավատաս ասոր, այդ հույսը ունեմ, այդ հավատքը ունեմ, դրա համար անպատմելի ուրախ եմ իմ սրտիս մեջ, ով որ ունի այս հավատքը, իր սրտի խորքում ուրախ է, որովհետև հանդիպելու է, որովհետև այս հանդիպումը կատարվելու է, վասնզի ասիկա կսեմ ձեզի, Տիրոջ խոսքովը, եթե մենք մինչև Տիրոջ գալուստը ողջ մնանք, բնավ ննջյացյալներեն առաջ պիտի չանցնենք, վասնզի Տերը ինքը ազդարարության հրամանով, հրեշտակապետին ձայնովը ու Աստծո փողովը երկնքեն պիտի իջնե և Քրիստոսով մեռածները առաջարություն պիտի առնեն։ Քրիստոսով ննջեցյալները հրեշտակապետի փողի ձայնով առաջ ննջեցյալները հարություն պիտի առնեն։ Ետքը ասում եմ մենք որ ողջ մնացած ենք, տեսնենք ինչպես պետք է կատարվի։ Ետքը մենք ալ որ ողջ մնացած ենք, անոնց հետ պիտի հափշտակվենք ամպերով Տիրոջ առջև ելելու օդին մեջ, եւ այնպես հավիտյան Տիրոջ հետ պիտի ըլլանք։ Ուստի մեկս մեկ մխիթարեցեք այս խոսքերովը։ Հիսուսի անունը փառավորվի։ Հասկանում եք քուրեր եղբայրներ ջան, այս խոսքերը ինձի շատ է մխիթարում։ Այս խոսքերը այո թող մխիթարի ննջեցյալների հարազատ բարեկամներին։ Հովիկ եղբայրը ապաշխարեց, Հիսուսին ընդունեց, ես վստահ եմ, հավատացած եմ, սրտանց կուզեր, որ իրա ով որ չի ապաշխարում, իրա հարազատ բարեկամներն էլ սրտանց Հիսուսին ընդունեն եւ ապաշխարեն, որպեսզի միաբանվեն այո փողի հնչելու ձայնին պես միաբանվենք բոլորս մեկը միասին լինենք Քրիստոսի ընտանիքը, հասկանում եք, դրա համար Աստված օգնական լինի։ Եթե այս ամեն ինչը ես միտք առնեմ, մեր եղբայրը, մեր Հովանես եղբայրը, եթե ես իրան սիրում էի, եթե ես իրան նվիրված էի, իր ընտանիքին, Հովանես եղբայրը Հիսուսի ճանապարհ ընտրեց։ Եթե դու ես ուզում ես հանդիպես, ընտրի Հիսուսին, ընտրի այդ հավիտենական ճանապարհը, եւ Աստված կտա քեզ այդ կյանքը։ Եղբայրը ընտրեց, եղբայրը ես վստահ եմ, հավատացած եմ, կուզի որ ամեն մեկն էլ ապաշխարեն եւ Հիսուսին ճանաչեն, քուրեր եղբայրներ ջան։ Եթե ես մի քիչ ակնածանք ունեմ, իր նկատմամբ բան ունեմ, ես էլ պետք է չմնամ հեռու, ես չմնամ Հիսուսից հեռու, ես էլ ընդունեմ, որ այս բաժինը ես էլ առնեմ, քուրեր եղբայրներ ջան։ Հայտնության մեջ կուզենամ կարդամ իմ եւ բոլորիս համար, Հայտնության 14-րդ գլուխ 13 համարից։ Ու երկնքեն ձայն մը լսեցի, որ կսեր. գրե այսուհետև երանելի են այն մեռելները, որոնք Տիրոջմով կննջեն։ Այո կսե հոգին, Սուրբ Հոգու համար ասում, որ իրենց աշխատություն են հանգչին, ու իրենց գործերը իրենց ետևեն կերթան։ Ասում է երանի են Քրիստոսով ննջեցյալները, քուրեր եղբայրներ ջան, եւ հոգին կսե ասում է եւ իրանց գործերը իրանց ետևեն կերթան։ Տիրոջ անունը փառավորվի։ Այսօր որ մենք խոսենք, եղբայրը ուներ գործեր։ Այսօր ինչ որ կա կատարվել է մեր մեջ, դա ենք խոսում, քուրեր եղբայրներ ջան։ Ոչ ճոխացնում ենք, ոչ էլ ոնց կա, այդ ենք խոսում։ Եղբայրը ուներ պտղատու գործեր, ուներ արած գործեր, թեև թաքուն էր, չէր երևացել սա, բայց եկա վկայեցին ամեն մեկը, որ ուներ այս գործերը եւ եղբայրը Հիսուսով ննջեց։ Երանելի են Քրիստոսով ննջեցյալները եւ իրան գործերը, այդ բարի գործերը հավաքվել է երկնքում, գանձարանը ընդեղ է, որ ոչ գողը կմտնի, ոչ պատը կծակեն, ընդեղ հավաքվել է, Հիսուսի անունը փառավորվի։ Եվ այս ամեն ինչը Հիսուսով է կատարվել։ Եղբայրը, որ ընդունեց Հիսուսին, այս ամեն ինչը Հիսուսի շնորհիվ է կատարվել եւ ունի բարի վկայված գործեր եւ ունի այս աշխատության պտուղը Հիսուսի անունը փառավորվի Տերը արժանի է փառքերի քուրեր եղբայրներ ջան շատ չեմ երկարացնի մեկ հատված էլ կկարդամ եւ աղոթքի կկանգնենք Տիրոջ առաջ ուրեմն կարդում եմ առաջի Կորինթացիս 15-րդ գլուխ 15-ի ուրեմն կկարդամ 20 խոսքից 15-րդ գլուխ 20-ից եմ կարդալու քուրեր եղբայրներ ջան
Եվ ասում է, բայց ճշմարիտ է, թե Քրիստոս մեռելներեն հարություն առած է, ննջեցյալներուն առաջին պտուղը, քանզի մարդով եղավ մահը, մարդով ալ մեռելներուն հարություն պիտի ըլլա։ Առաջի մարդով եղավ մահը, Ադամով եղավ մահը, երկրորդ Ադամով, որ է Քրիստոս, ննջեցյալներուն առաջի պտուղը, որ մահը իշխանություն չունեցավ Հիսուսին պահելու գերեզմանը։ Հիսուս հարություն առե, եւ Հիսուս ինձի եւ քեզի նորեն հարություն ա տվել, կենթանացրել ա քուրեր եղբայրներ ջան, եթե անոր անվան կհավատանք։ Վասնզի ինչպես Ադամով ամենքը կմեռնին, նույնպես ալ Քրիստոսով ամենքը կենթանի պիտի ըլան, բայց ամեն մեկը իր կարգովը, առաջին պտուղը Քրիստոս, ետքը Քրիստոսինները, իր գալու ատենը։ Հիսուսի անունը փառավորվի քուրեր եղբայրներ ջան։ Այնտեղ մի համար կասում է թեև մեռնին պիտի ապրին։ Մեզի արդեն Քրիստոս Հիսուսով մենք կենթանացած ենք, հարություն առած ենք։ Մենք արդեն էլ մեղքի ադամական բնության մեջ չենք։ Մեր ներսը Հիսուս է եկել, որբ չի թողե մեզի կենթանացրել է, իրա փառած հոգիով, իրա խոսքով կենթանացրել է։ Հիմա եթե ննջենք Քրիստոսով, պետք է հարություն առնենք։ Ով որ կհավատա Հիսուսին, ով որ սրտանց ընդունի, իրա սրտով հավատա, բերանով դավանի, պետք է փրկվի։ Եկեք սրտանց աղոթք անենք Հիսուսին։ Հովանես եղբոր հիշատակին Տիրոջ այգում ծաղկեցիր հավատքով, ծառայեցիր սիրով, անմնացորդ, սեղաններն էիր զարդարում խնամքով, համեղ և զանազան կիրակուրներով, պար ժպիտով և սրտանց ջերմությամբ խաղաղություն էիր բերում հոգիներին, անկեղծ մանուկի պես միամտությամբ ինչ փափագով էիր փնտրում դու Հիսուսին, ինչպես դու պատրաստ էիր գնալու, իսկապես, ինչ գիտենք, գուցե հենց դա էր պատճառը, որ Տերը քեզ քաղեց իր այգուց և տարավ իր երկնային տաճարը, մեր եղբայր, մեր ընկեր, բարեկամ, թեև ցավ է պահը այս բաժանման, բայց գիտենք, թե որտեղ ես դու հիմա, որ մի օր կգա ժամը հանդիպման։ Աստված օրհնի բոլորիս եղբայրներ քուրեր, շնորհակալ եմ Տիրոջից, որ ինձ հնարավորություն տրվեց իմ սիրելի եղբոր մասին, մինչ բուն խոսքին անցնելը մի երկու խոսք ուզեմ փոխանցել պարզապես, ուրեմն նախ ասեմ, որ սրանից երկար տարիներ առաջ փոքրիկներ էի հավաքում պաշտամունքին և մտքովս չէր անցնի, որ ահա կանցնեն տարիներ և ահա այս մեր քույրիկը այսպես ձեռքից բռնած տանում էի հավաքույցի իր եղբոր հետ միասին և մնացած ուրիշների հետ, հիմա մտքովս չէր անցնի, որ ահա մեր եղբոր այսպես սգո արարողության ժամանակ, որ շուտով մայր պիտի դառնա և ես Տիրոջը կխնդրեմ, որ ինքը իրա, ինչպես ես իրանց ձեռքերից բռնում բերում, ինքը իրա բալիկի ձեռքից բռնած բերի Տիրոջ տունը, որ այս խավար աշխարհի մեջ գիշերները կարողանա հանգիստ քնել։ Թող Տիրոջ անունը փառավորվի։ Ես ուզում եմ մի քանի այսպես մտքեր փոխանցել մինչև բունես ինչ որ պիտի կարդամ, ուրեմն սրանից տարիներ առաջ էր, երբ որ մայրիկս ննջեց եւ ահա շատ եղբայրներ այսպես խոսեցին եւ այնտեղ Գևորգ եղբայրը կար, շատերս կճանաչեք եւ հիմա էլ կա, երբ որ խոսեց, վերջացրեց տղաս, այն ժամանակ կլիներ 20 տարեկան, բոլորը խոսեցին եւ Գևորգ եղբայրն նույնպես խոսեց եւ տղաս ասեց. «Պապ, այս մարդը ուրիշ մարդ էր»։ Որտեղից ես ճանաչում այդ տղաս, դու առաջին անգամ ես տեսնում։ Չէ, ասեցինք ուրիշ մարդ էր։ Ուրեմն երբ որ Հովիկ եղբայրը ննջեց եւ Գևորգ եղբայրը ասեմ վաստակել է սիրո եղբայր անունը, որպես հայր ճանաչված է բոլորիս մեջ եւ երկար տարիների 90-ամյա ծերունի արդեն։ Ինչու ես օրինակը բերեցի։ Երբ որ
Հովիկ եղբայրը ննջեց, Արմիդա քրոջ ամուսինը Վարուժանը, որ լսեց, ասեց, այ աղբեր, այս մարդը ուրիշ մարդ էր։ Վարուժան, դու ընդամենը մի անգամ, երկու անգամ չես տեսել, ոնց իմացար, որ ուրիշ մարդ էր, այսինքն ուրիշ մարդ էր, այսինքն այդ բոլոր մարդիկ, որ ընդեղ կային, նրանցից ուրիշ տեսակ էր ինքը։ Մի ուրիշ մարդ էր։ Ես խնդրում եմ, այս համարը գրես Սաղմոս 116-15, խնդրում եմ։ Պատվական է Տիրոջ առջև իր սուրբերի մահը։ Այդ տեսակ սուրբերի մահն է պատվական, ուրիշ մարդկանց, ուրիշ մարդ երևացող մարդկանց մեջ, ուրիշ մարդ երևացող սուրբերի մահն է Տիրոջ առջև պատվական։ Իմ եղբայրս, ես պարզապես օտարների վկայություն եմ ասում։ Սա շատ կարևոր է, մենք ամեն օր տեսնում ենք Հովիկ եղբորը, բայց եկեք տեսնենք ինչ էին ասում ընդամենը մեկ անգամ շփվող մարդիկ։ Իմ եղբայրս Լևոնը երկու անգամ երևի եկավ, որ լսեց, որ դե գրված է չէ այնտեղ, լսեց, որ Հովիկ եղբայրն եւ նկարը ասեց, այ աղբեր, այս մարդը ինչ լավ մարդ էր, այս ո՞նց եղավ սենց։ Սկում էր Լևոն ջան, բայց ախր դու ո՞նց իմացար, ուրիշ մարդկանց հետ մեկ անգամ շփվելով իմանում ես, որ ինքը ուրիշ մարդ է։ Տարբերվում է մյուսներից, սա է ուրիշ մարդը, այդ հոգիներն են պատվական Տիրոջ առջև, նրանց մահն է պատվական Տիրոջ առջև։ Երբ որ ես զանգեցի Երևան կնոջս, ուրեմն ափսեներ կային, որ բաժանում էի եւ ասցեց սա կտաս իմ ամուսնուս, սա կտաս իմ եղբորս կնոջը, սասրան, ասի մեծ ափսեներ էլ կան խաշի համար, սրանք էլի կտամ իրանց, ասես չէ, էսի կտաս են մարդին, են եղբորը եկեղեցու, ասի են եղբայրը արդեն հիմա սպես մահացավ, ասեց կրկնում եմ իրա բառերը, ինչ ես ասում, ափսոս, ու կրկնում ափսոս, ես չեմ շատ ասնում, ափսոս, 1000 ափսոս, Ռիտա դու ընդամենը երկու անգամ ես տեսել նրան, դու ոնց իմացար, ուրիշ մարդ էր, Հովիկ եղբայրը ուրիշ մարդ էր, եթե հիշում եք մանուկի պես մարդ էր, մենք իրար գրկախառնում ենք համբյուրվելու չէ բոլորս իրար, ինքը կգար սենց երեխու պես սենց կդներ կրծքներիս, կասեր փաշա մարդ էր, փաշա աղբեր էր, ուղակի զգում ես այդ ուրիշ մարդի բացակայությունը և ինչի համար այդպես տեսեք այծեմիկը որ մահացավ ամիջապես լուր ուղարկեցին Պետրոսին, արի Պետրոս, այծեմիկն է մահացել, երբ որ Պետրոսը մտավ, բոլոր լաց էին լինում, բաճկոնները բռնած, այծեմիկը կարում էր բոլորի համար բաճկոններ, ինչ եք կարծում, լացում էին, որ այլևս բաճկոններ կարող չի լինելու, ոչ, ուրիշ հոգով մարդ էին կորցրել, կյանքով լցված քույրիկ էին կորցրել, ուրիշ մարդ էր։ Եվ մենք ոչ թե կարոտում ենք Հովիկին, որ ինքը մեզ համար կերակուրներ էր պատրաստում ընտիր ինչպես քույրիկը կարդաց, ոչ, մենք կորցրել ենք ուրիշ մարդու, կյանքով լցված մարդու հոգին։ Անհնարին իր հետ կուզեիր առավոտի տիրիկուն նստել ու խոսել, լսել, փարվել պարզապես, կրկնում եմ մանուկի պես, երբեք չեմ մոռանում, գալիս էր բոլորիս սենց գրկում էր, սենց դնում էր կրծքին, փաշաս, ուղղակի Վայ Աստված օրհնի իսկապես հիշողությունները շատ են, բայց լավ, հիմա մենք Հովիկին ենք ներկայացնում նրա բարեմասնությունները, բայց ինչից այդպես ինքը, վերջապես ինչի լցվեց այդպես կյանքով, ինչի լցվեց նույն կյանքով, որին 90-ամյա ծերունին կարող էր լցվել, եւ հանկարծ այս մի քանի տարվա ընթացքում այդ եղբայրը նույնպես կարող էր լցվել, ո՞րն էր պատճառը, դա գրված է, խնդրում եմ այս համարը նորից գրի, Սաղմոս 91:14-ն է, եթե չեմ սխալվում։ Նա որ ինձի կցանկա, ես պիտի փրկեմ նրան, փափագում էր Տիրոջը, չեք պատկերացնում ինչ բաղձանքով էր փափագում, ու ոնց անեմ շուտ գտնեմ, ոնց անեմ քու նման լինեմ, ես էլ ասում եմ այ աղբեր, մտածում եմ ոնց անեմ ես քու նման լինեմ։ Այս տեսակ մարդ էր, այս մարդ, դրա համար մենք բոլորս էլ իսկապես ցավում ենք, սգում ենք, կարոտում ենք, նրա ներկայությունը կա մեր մեջ, բայց ինչպես Մուրադ եղբայրը ասաց, մենք ունենք այդ հրաշալի հույսը, որ պիտի գա, ինչպես քուրիկը կարծած ժամը հանդիպման, եւ մենք պիտի հանդիպենք մեր սիրելի եղբորը, եւ մենք պիտի փառավորվի մեր սրտերի մեջ Տեր Հիսուսի ներկայությունը։ Եվ ես հիմա ուզում եմ գիտեք ինչ կարդալ։
Տեր ինձ շնորհել է շատ այսպես բանաստեղծություններ, շնորհակալ եմ Տիրոջ հետ մեծ ողորմության համար եւ բոլորն էլ գրեթե կարդացել եմ տարբեր առիթներում, տարբեր տարիներին, տարբեր տեղերում, բայց այս մեկը ես երբեք չեմ կարդացել, երբեք բացարձակ հիմա կտեսնեք կարդամ։ Եվ սա ինչ է իրանից ներկայացնում։ Սա արդեն այստեղ ոչ թե մենք հիմա Հովիկ եղբոր թաղումն է, այլ պարզապես այն հրաշալի վայրը, որտեղ Հովիկն է, եւ որտեղ մեր Հովիկ եղբայրն է, եւ որտեղ մենք բոլորս պիտի լինենք, բոլոր նրանք պիտի լինեն, ուրիշ մարդիկները պիտի լինեն այնտեղ, քչերն են ուրիշ մարդիկները, Տերն ասում է, ուրիշ մարդիկները քչերն են, եւ այդ քչերը, այդ ուրիշ հոգով լցված մարդիկները պիտի ժառանգեն այդ հրաշալի պաշտամունք, այդ հրաշալի ներկայությունը, որի մասին ես այսօր ուզում եմ կարդալ Եվ թող Տիրոջ անունը փառավորվի, եւ թող սա լինի ուրախություն, թերևս ասեմ, այս ինչ որ հիմա պիտի կարդամ, սա պարզապես մի չնչին 0.00% է ներկայացնում այն փառավոր փառքը, որ մենք պիտի տեսնենք հավիտենության մեջ, բայց որքան որ տրված է, այդքան փոխանցվեց, եւ ելի եմ ասում, մեր մտքով չի անցնում, թե ինչ պիտի մենք ունենանք, սա պարզապես մի փոքր նկարագրություն է, եւ ես ուզում եմ կարդալ Վերնագիրն է փառավոր հանդիպում Ուրախությամբ մի օր պիտի դիմավորենք փրկչի գալուն եւ ամպերով պիտի համբարձվենք պիտի ճախրենք երկինքներում մեր աչքերում արցունք այլևս պիտի չլա Տեր Հիսուս մեզ պիտի պարգևե ուրախություն, հավերժական, պիտի ցնծանք շլացուցիչ լույսով լեցուն, ճոխության մեջ, պիտի ունենանք հաղորդություն Սուրբ Աստծո հետ, եւ ցնծությամբ անմեկնելի, անպատմելի պիտի ունենանք ժառանգություն Տեր Հիսուսով երանելի պիտի ապրենք պալատներում արքունական պիտի վայելենք մեր Տեր Աստծուն նոր Եդեմում անապական եւ պարտեզի ծաղիկները նուրբ շուրթերով զարմանալի պիտի երգեն օրհնյալ երգեր զմայլելի պիտի ճեմենք մենք թևանցուկ փրկչի կրծքին սիրով փարված պիտի լցվենք նրա սիրով քաղցր եւ սուրբ եւ հայրական պիտի բռնե մեր ձեռքերից պիտի տանեն ամեզ հեռու չտեսնված ու չլսված բերկրանքները վայելելու Եվ հրճվանքի դարեր անվերջ Սուրբ հոգու ճոխլիության մեջ պիտի ցնծան մեր հոգիներն փառաբանող սաղմոսներով ալրելի տավիղների հոգեզմայլ մեղեդիներն օրտնյալ փրկչի ձեռքերի մեջ կորորեն մեզ փաղաքշանքով Եվ Աստծո Սուրբ խորանը Սքանչելի Սուրբ երկնային, որ անունով Աստվածային Երուսաղեմ, պատրաստված իրերկան համար, զարդարված կույս հարսի նման, հավերժության մեջ լիալույս, անմարելի ու հրավար, պիտի ըլլա բնակավայր, հավերժական, և քաղաքում ոսկեհատակ, Աստծո փառքով լեցուն, ուր դռներն են մարգարիտե, շլացուցիչ պերշ ճոխությամբ, լույսի կարիք պիտի չլա, գառնուկն է լույսն ամենեցուն, պիտի ճառագե հավերժորեն, բյուր սրտերում, և իրար հետ մենք ձերք ձերքի,
երրորդության հետ միասին հոր եւ որդու եւ Սուրբ Հոգու միության մեջ անզուգական կհասկանանք, միայն այն ժամ կհասկանանք, թե ինչ արժեր խաչի վրա թափված արյունն այն պատվական։ Կենաց ջրի աղբյուրներից պիտի խմենք անմահական, պիտի համբյուրենք Տեր Հիսուսի ձեռքերը սուրբ օրհնությամբ լի եւ գառնուկի սուրբ հարսանյաց ճոխ խնդրիքի կանչվածները վայելչությամբ ամբից հարսի ճերմակափայլ բեհեզներով եւ կուսական խոնարհությամբ շարագունած դիմավորեն փեսան պիտի արքայական պիտվայելենք մենք խնջույքի սեղաններից առատորեն հրեշտակներ կսպասարկեն մեզ սուրբերիս ուրախությամբ պիտի երգենք երգեր փառած Տիրոջն ալելույա ով սաննաներ պիտ բարձրանան սուրբ շուրթերից խունկի նման պիտ միանան երկչախմբին քերոբեներ ամպերի մեջ բարձրունքներից պիտ ողջունե մեզ հայրաբար իր սուրբ արյամբ գնվածներիս Քրիստոս Աստված Հիմա ես մի հարց եմ ուզում տալ Հովիկ եղբայրը հիմա ինչ որ կարծացի սրա 0.001% եմ կարծացել ինչ որ ինքնա հարց եմ ուզում տալ ինքը կուզենա հետ գալ կուզենա գամտնես մեղքերով, ցավերով, տառապանքներով, հիվանդություններով այս աղբանոցի մեջ կուզենա մտնել չի ուզենա եղբայրներ քուրեր չի ուզենա որ ասեն սպասում քո կիննա լացում քո աղջիկնա լացում քո հարազատներն են տրտնում եկեղեցինա տրտնում չէ հազիվ են պրծել ինձ որ ասում ես արդեն 70 եմ ինձ որ ասում են կուզենաս նորից 16 դառնաս ասում հազիվ եմ անցել այս ճանապարհը հազիվ եմ պրծնում Էլ ուր անցնեմ, էլ ուր հետ գամ, չեմ ուզենա եղբայրներ քուրեր եւ բոլոր նրանք ովքեր Քրիստոսով հավատք ունեն Քրիստոսի ներկայության մեջ Քրիստոսին գիտեն որոշ չափով նրանք չեն ուզենա թող Տիրոջ անունը փառավորվի Աստված նորից ձեզ մխիթարի որքանով որ դուք հավատացիք սիրելիներ ձեր այդ հավատքի չափով համոզվեք եւ ինչպես եղբայրը ասեց դուք էլ ապաշխարեք եթե իսկապես շատ եք սիրում Հիսուսին գործնական քայլ արեք ուզում եք իրան տեսնել ձեր կարոտը առնել ապաշխարեք ընդունեք Տեր Հիսուսին եւ կգնաք կտեսնեք ձեր սիրելի Հովիկին ամեն Եղբոր հիշատակի աղոթքաժողովներին մի 3 անգամ ցույց տվեց Տերը Ես չէի հասկանում, որ Հովանես եղբայրը այդքան պատրաստ է, որ պիտի երկինք գնա։ Աղոթքաժողովի ժամանակ ցույց տվեց Հովանես եղբայրը ամբողջ մարմնով լույս դարձավ։ Ես չհասկացա, որ դա իրեն երկինք գնալու համար էր։ Հետո նորից աղոթեցի եղբայր համար այսպես խոսք եղավ, որ մանկան նման ով հավատա նա կժառանգի երկնքի արքայությունը բայց ես նորից էլի իմաստ չունեցա իմաստի խորությունը չհասկացա եւ չպատկերացրեցի որ արդեն այդ պատրաստ էր եղբայրը եւ իմ հոգում մտածում էի որ ինչպիսի հավատք ունի եղբայրը որ մի քանի անգամ այդպեսի լույսի մեջ իրեն ամբողջովին լույսի նման փայլում էր Եղբայրը գնաց հավիտենություն, հիմա վայելում է սուրբ արքայություն, երկնային տան սուրբ դռները բաց է միշտ, Տեր Հիսուսը սուրբ սրահում կանգնած է, Տերը գիտի ով է պատրաստ կտանի, սուրբ երկնային փառքին արժանի կանի,
Այո, այդպես է կամքը Հիսուսի, սուրբերին Տերն է տանում իր լույսին, տանում է խոնար և հեզ սուրբ մարդուն, տանում է երկինք սուրբ արքայություն, Աստծո որդին է հավիտենություն, արժանի մարդկանց տանում է իր տուն, Սուրբ հոգի Աստված մեծ մխիթարություն, Տեր դու մեզի տուր մեծ համբերություն, որ միշտ հասկանանք կյանք և սրբություն, որ կյանքը դու ես Հիսուս մեր անգին, Տեր դու ես կանգնում սուրբերի կողքին, Տեր փառքը քոնն է, սիրելի Քրիստոս, Հիսուս մխիթարի բոլորիս հոգին, մեզ արժանացրու երկնային փառքին, որ սուրբ հավատքով փառք տանք Հիսուսին։ Հիսուս Քրիստոսի անունով մխիթարվենք բոլորս։ Այս վայրը, այս պահը նա է, որ մեզ պետք է ավելի շատ մխիթարություն սերներ, որովհետև մեր ազգին, ես չգիտեմ ուրիշ ազգեր ունեն դուդուկը մեր հայ ժողովրդի գործիքն է, և պարապ չի, որ մեր ազգը քաշել է շատ և այսօր մենք ուզում ենք, որ Սուրբ Հոգին, խնդրենք, որ Սուրբ Հոգին մխիթարե, որովհետև իրապես վիշտը խորն է և որևէ մարդկային խոսքով, որևէ մարդկային ձևով հնարավոր չի մխիթարել, բայց միայն Սուրբ Հոգին կարող է մխիթարել։ Դրա համար ես հուսացած եմ Տիրոջը, որ Տերը այս պահերը կօգտագործի մխիթարելու իր ընտանիքը և մեզ բոլորիս, որովհետև նա մեր բոլորի համար էլ շատ սիրելի եղավ Հովհաննես եղբայրը, հիմա գտնվում է հավիտենության մեջ, նա ներկա չի մեր մեջ, բայց ներկա է երկնքում Աստծո և սուրբերի հետ։ Շատ հետաքրքիր մի խոսք կա, որ ես ուզում եմ կարդամ, սիրելիներ, Տեր Հիսուսը այսպիսի խոսք ասեց Հովհաննու ավետարան 14-րդ գլուխ 28 համարի մեջ, և մենք միայն Աստծո խոսքը ունենք և Սուրբ Հոգին մեզ համար մխիթարիչ, որովհետև անունը իզուր չի դրված Սուրբ Հոգու, որ Հիսուսն ասեց ես կգնամ, բայց ձեզի ուրիշ մխիթարիչ կուղարկեմ և այդ Սուրբ Հոգին է, որ մեզ մխիթարում է, սիրելիներ։ Տեսեք այս խոսքերը ինչ է ասում Տերը։ Տերը սա խոսում է իր մահանալու և երկինք գնալու մասին։ Ասում է, եթե զիս սիրեիք, պիտի ուրախանայիք, թե ես հորքով կերտամ։ Մենք, սիրելիներ, տրտմում ենք ուրիշ ձևով և ուրախանում ենք ուրիշ ձևով։ Տեսեք ինչ է ասում Հիսուսը, դուք իմ համար պիտի ուրախ լինեք, ինչու, որ ես հորքով կերտամ։ Այսինքն Հովհաննեսի համար մենք ուրախ պիտի լինենք, որտև ինքը կենդանի է, ինչպես որ լսեցինք, էլ ցավերի մեջ չի, մենք տխուր ենք և տրտմում ենք, որտև մենք առանց իրեն մնացինք, այդ սերը, այդ կարոտը մեզ տանջում է տակավին, բայց փառք Աստծո, որ այս նեղության և արցունքները, որ Տերը տվել է մեզ մխիթարելու և հանգստություն տալու համար։ Սիրելիներ, ես նաև ուզում եմ ասել, որ Հովհաննես եղբոր ընտանիքը մենակ չի, եկեղեցին քո ընտանիքն է, քո տունն է, մենք Քրիստոս Հիսուսով մեծ ընտանիք ենք, այնպես որ դուք մենակ չեք, եկեղեցին կանգնած է, եկեղեցին այստեղ է, և մենք պատրաստ ենք միշտ ներկա լինել, խոսել, մխիթարել, հորդորել և օգնել ամեն հարցերում, փորձել մեր եղբոր պակասությունը լրացնել Տիրոջով։ Այո, սիրելիներ, ուրեմն մենք այսօր կարիք ունենք, որ Աստծո խոսքի մեջ ձեռք բերենք այս մխիթարական հոգին և ինչպես արդեն լսեցինք, պիտի ունենանք հանդիպում, մինչ այդ կարոտը կլինի, մինչ այդ նեղությունը կլինի, բայց այս բոլոր վիճակների մեջ մենք ունենք մեծ մխիթարություն, սիրելիներ, Սուրբ Հոգին, որ մեզ տալիս է հույս, մենք ունենք կենդանի հույս
Ինչպես մենք լսեցինք, եղբայրը կարդաց Թեսաղոնիկեցիներին ուղված նամակում, այնտեղ առաքյալը նշում է, որ ես այս բաները գրում եմ, որպեսզի դուք անգետ չլինեք ննջեցյալների վրայով, նրանց նման, որոնք հույս չունեն, բայց մենք հույս ունենք, օրհնյալ լինի Տերը։ Ես նաև ուզում եմ ընթերցել Եփեսացիներին ուղված նամակի 4-րդ գլխից, սիրելիներ, այստեղ 8-ից 10 համարները։ Անոր համար կսետե բարձրը ելավ գերությունը գերի բռնեց եւ մարդոց պարգևներ տվավ։ Այն ելավը ինչ է, միայն թե որ ինք առաջ երկրի վարի կողմերը իջավ, ան որ իջավ նույն ինքն է, որ բոլոր երկինքներեն վեր ելավ, որբեսի ամեն բան լեցնե։ Սեներ, այսօր մենք մարդիկ ստեղծված ենք Աստծո պատկերով եւ Աստծո նմանությունով։ Քրիստոսը եկավ մեր մեղքերի համար մեռավ, իջավ երկրի խորը տեղերը եւ հետո բարձրացավ երրորդ օրը հարություն առնելով նստեց բոլոր երկինքներն վեր ելավ եւ նստեց հոր աջ կողմը եւ ուղարկեց Սուրբ Հոգին, որպեսզի մեր դատարկությունը լեցնե։ Շատ կարեւոր է, ինչպես այստեղ կարդացինք, նորից եմ ուզում մտերցեմ, բոլոր երկինքներն վեր ելավ, որպեսզի ամեն բան լեցնե։ Գիտեք, մենք ինչ պակասություն ունենք։ Մենք հավիտենական կյանքի պակասություն ունենք։ Այդ հավիտենական կյանքը Քրիստոսն է։ Նա ելավ եւ ուղարկեց կյանքը երկրի վրա Սուրբ Հոգու ձեռքով։ Եվ այսօր մենք այդ կյանքը եթե մեր մեջ չունենք, մենք պակաս ենք։ Մենք պակաս ենք, սիրելիներ, մեր մեջ պետք է այդ կյանքը գա, որպեսզի մենք Քրիստոսի պես լինենք եւ ունենանք այդ հույսը հավիտենական կյանքը ժառանգելու։ Ովքեր այսօր Հիսուսին չեն ընդունել, էսի վայրնա, էս պահնա, որպեսզի բացեք ձեր սրտերը Աստծո առաջ եւ ընդունեք Մխիթարիչին ձեր սրտերի մեջ, որպեսզի Սուրբ Հոգին դա այդ հավիտենական մխիթարությունը, ուրեմն դա այդ կյանքն է, որ մարդու մեջ այդ դատարկությունը կա, որովհետև մենք մարդիկս փորձում ենք նյութականով, այլ բաներով լեցնել մեր ներսի դատարկությունը, բայց մենք չենք հասկանում, որ դա այդ դատարկությունն է, դա միայն կարող է լեցնել Աստված ինքը։ Ուրեմն մարդը Աստված ստեղծեց իր համար, մենք Աստծո համար ենք եւ Աստված մեր համար է։ Սիրելիներ, ուրեմն մենք պետք է լեցվենք Աստվածային կյանքով, դա լինում է Սուրբ Հոգու եւ Հիսուս Քրիստոսի ձեռքով։ Ես ուզում եմ նաեւ ընթերցել Հռոմեացիներին ուղված նամակից, Հռոմեացիս 8-րդ գլուխ 18 խոսքում, առաքյալն ասում է. «Վասնցի ես այսպես կդատեմ, որ այս ժամանակին չարչարանքները բան մը չեն գալու փառքինքով, որ մեզի պիտի հայտնվի»։ Այս ժամանակին չարչարանքները ոչ մի բան են գալու փառքին մոտ, որ մեզ պիտի հայտնվի։ Տեսեք, սիրելիներ, առաքյալը համարում է ոչ մի բան, այս ժամանակի, այս կյանքի մեջ մենք ունենք նեղություններ, ունենք չարչարանքներ, ունենք վիշտեր, այսպիսի բաներ, բայց առաքյալը շատ հետաքրքիր ձևով ասում է գալու փառքի մոտ ոչինչ է։ Այսինքն, եթե մենք այս ժամանակի մեջ մենք չենք տեսնում եւ չունենք այդ հույսը գալու փառքը ընդունելու, ներկա կյանքի նեղությունները անհնարին է տանել, անկարելի է կրել եւ անտանելի կլինի, բայց որովհետեւ առաքյալը եւ այսօր ես ու դու հավատքով տեսնում ենք գալու փառքը, որ մեզ պիտի տրվի Քրիստոս Հիսուսի վրա եղած հավատքով, այս կյանքի մեջ եղած նեղությունները դառնում են մեզ համար ոչ մի բան, այսինքն նա կորցնում է իր ուժը, նա կորցնում է իր զորությունը, որովհետև ավելի գերազանցող ուժ Աստված տալիս է ինձ եւ քեզ։ Այդ գերազանցող ուժը Սուրբ Հոգին է, որ բնակվում է ամեն իրեն սիրող մարդու եւ հավատացյալի ներսում, ընդունելով Քրիստոս Հիսուսին։ Ուրեմն սիրելիներ, այստեղ Տերը խոսում է Հովանու ավետարանի մեջ, Հովանու ավետարանի մեջ 16-րդ գլխում,
20 եւ 22 համարներում գրված է, որ հետաքրքիր է Տերն ասում է, ես պետքա գնամ հորքով, ես ուզում եմ այդ տեղը կարդալ, Հովանու 16:22 ավելի շատ կենտրոնանանք 22-ի վրա։ Տերը այստեղ խոսում է, որ ես պետքա գնամ հորը մոտ, ես պետքա հեռանամ աշխարհից, եւ ձեր սրտերը հիմա տրտմած են։ Բայց հետաքրքիր է խոսում, եւ հիրավի դուք հիմա տրտմություն ունեք 22 համարը, բայց ես ձեզ նորեն պիտի տեսնեմ, եւ ձեր սրտերը ուրախ պիտի լինեն, ու ձեր ուրախությունը մեկը ձեզ մե պիտի չհանե։ Սիրելիներ, տեսնում եք, ինչ ասում Հիսուսը, հիմա տրտմած եք, որովհետև ես գնում եմ, մեր եղբայրը գնաց մեզանից, մենք հիմա տրտմած ենք, ընտանիքը տրտմած է, բայց մենք նորից պիտի տեսնենք, եւ այս տեսնելը դա հենց Աստծո հայտնությունն է, հոգու հայտնությունն է մեր մեջ, եւ տեսնելու ժամանակ մեր սրտերը ուրախությունով պիտի լեցվի, եւ այդ ուրախությունը ասում է Տերը, մեկը ձեզ մե պիտի չհանե։ Այսինքն դա անհնարավոր չէ քո միջից հանել, որովհետև քո մեջի ուրախությունը Սուրբ Հոգուց է, որովհետև քո մեջի սերը Սուրբ Հոգուց է, սիրելիներ։ Պետրոս առաքյալն էլ նույն միտքը հորդորում է մեզ իր առաջի նամակի մեջ։ Առաջի Պետրոս, առաջի գլուխ 3-9 համարները։ Պետրոս առաքյալ ասում է. «Օրհնյալ է Աստված ու մեր Տեր Հիսուս Քրիստոսի Հայրը, որ իր առատ ողորմության համեմատ մեզ նորեն ծնեց կենդանի հույսի համար, Հիսուս Քրիստոսի մեռելներեն հարություն առնելով աներց ու անարատ եւ անթառան ժառանգության համար, որ երկինքը պահված է ձեզի, որ Աստծո զորությունով պահպանված եք հավատքով այն փրկության համար, որ պատրաստված է վերջին ժամանակը հայտնվելու, որով կուրախանաք, թեև հիմա ինչպես հարկը կպահանջե, քիչ մը ադեն տրտմած եք զանազան փորձություններով, որբեսի ձեր հավատքի փորձառությունը, որ կորստական ոսկուց ավելի պատվական է, թեև անիկա կրակով կփորձվի, գտնվի գովությունով ու պատվով եւ փառքով Հիսուս Քրիստոսի հայտնվելու ատենը։ Եվ 8-րդ համարում ասում է, զոր դուք չտեսած կսիրեք, զոր հիմա չեք տեսնել, բայց կհավատաք եւ ուրախ եք անպատմելի ու փառավորյալ խնդությունով ձեր հավատքի վաղճան ընդունելով, այսինքն հոգիներնուտ փրկությունը։ Այս ուրախությունը խնդությունն է եւ անպատմելի է։ Հնարավոր չի պատմել, ասում է առաքյալը, հնարավոր չի, որ ես քեզ պատմեմ, դու անձամբ պիտի ճաշակես դա, դու անձամբ պետքա առնես դա քո մեջ, եւ դա Սուրբ Հոգին Հիսուսին հրավիրելով մենք այդ անպատմելի խնդությունը եւ ուրախությունը ձեռք կբերենք մեր մեջ, սիրելիներ։ Ուրեմն տեսնում եք, երկրի վրա մենք ունենք տարբեր տեսակի նեղություններ, վիշտեր, ցավեր, տառապանքներ, բայց այս բոլոր բաների մեջ Աստծո Սուրբ Հոգին կարողանում է մեզ լեցնել հույսով եւ հավատքով եւ մխիթարություն տալ մեզի, որ այս ժամանակին նեղությունները, դժվարությունները եւ այսպիսի դեպքերը ժամանակավոր են, հավիտենական չեն։ Եվ բաժանումն էլ ժամանակավոր, սրա համար է, որ Աստծով մենք կարողանում ենք մխիթարվել, եւ Աստծո Սուրբ Հոգին է, որ կարողանում է մեզ մխիթարել, օրհնյալ լինի Տերը։ Սեներ առաքյալների բոլոր թղթերը, բոլոր նամակները, որոնք իրենք գրեցին, հորդորական եւ մխիթարական խոսքեր են գրված Սուրբ Հոգիով։ Դու ուզում ես մխիթարվես, դու ուզում ես, որ քեզ հորդորական խոսք ասվի, կարդա Աստվածաշունչը, կարդա առաքյալների գրած նամակները, այնտեղ է, որ մենք Սուրբ Հոգիով կստանանք այդ մխիթարությունը, որովհետև երբ դու կարդում ես Աստծո խոսքը, Աստված խոսում է քո հետ, որովհետև Աստծո խոսքը կենդանի է,
Աստված, որ խոսում է, դու կմխիթարվես, դու կուրախանաս, հույսով եւ հավատքով կսպասես, Աստծո խոսքը կենթանի է։ Աստված մեկ խոսք ասեց եւ մեռելը հարություն առավ 4 օրվա Ղազարոսը եւ հիմա էլ գրված է որ օր պիտի կա որ բոլոր գերեզմանների մեջ եղողները Աստծո որդու ձայնը պիտի լսեն եւ դուրս պիտի կան եւ պիտի կանգնեն Աստծո առջև նրանք ովքեր բարի գործեր են հավիտենական կյանքի համար նրանք ովքեր չար գործեր են հավիտենական դատապարտության համար ուրեմն սիրելիներ մարդիկ այսօր մեզ ասում են այդ սուրբ գիրքը մարդը չի գրել, ասել են ձեզի, մարդն է գրել, ասում ինչ եք մարդու գրածին հավատում, ես էլ իրանց ասում եմ, բա դու ինչի ես հավատում, ես ինչ փիլիսոփայի խոսքերին եմ հավատում, բա այդ փիլիսոփան մարդ չէ, ոնց է որ դու նրա խոսքերին հավատում ես, բայց այս չես հավատում, միայն մի բան կա, որ իրանք սիրելիներ դա չեն հասկանում, բայց այս գաղտնիքը քեզ եւ ինձ բացված է, Պետրոս առաքյալը գրում է իր երկրորդ նամակի մեջ առաջի գլուխ 21 խոսքը երկրորդ Պետրոս 1:21 վասնցի մարգարեությունը երբեք մարդոց կամքին պես չտրվեցավ հապա Աստծո սուրբ մարդիկը սուրբ հոգին շարժված խոսեցին ուրեմն ինչ ենք մենք հասկանում այո մարդն է գրել բայց սուրբ մարդիկ որոնց Աստված առանձնացրեց իր նպատակների համար եւ Սուրբ Հոգով լեցրեց եւ Սուրբ Հոգով ագրված է գիրքը այս գիրքը սովորական գիրք չի սա Աստվածաշունչ է Աստծո շնչով գրված գիրք է որոնք առաքյալների ձեռքով եւ Սուրբ Հոգով գրվեցին դրա համար երբ այսօր մենք կարդում ենք խոսքը հոգով հավատքով մեզ հետ խոսում է Սուրբ Հոգին եւ սովորացնում է մեզի մեր գնալու ճամփան մխիթարում է մեր սրտերեն հույսով որ Աստված կենթանի է եւ բոլոր իրեն հավատացողները կենթանի պիտի լինեն Հիսուսն այդպես ասեց նա որ ինձ կհավատա թեև մեռնի պիտի ապրի եւ ասեց նոր ես այդ տողը ուզում եմ նորից կարդամ եւ ամփոփենք եւ Տեր Հիսուսն ասեց ահա ես կերտամ բայց նորից զիս պիտի տեսնեք եւ ձեր ուրախությունը մեկը ձեզ մե պիտի չհանե ուրեմն մեր աղոթքն է մեր խնդրվածն է մեր սիրելի եղբոր ընտանիքի անդամներին հարազատներին ընդունել Հիսուսին ձեր սրտերի մեջ տեղ տալ բացել ձեր սիրտը, որբեսի Աստված լեցնե իր ներկայությունով եւ ձեր դատարկությունը լեցվի Աստծո ներկայությունով, որովհետեւ մարդը մենք ստեղծված ենք Աստծո համար, եթե Աստծո ներկայությունը ես չունեմ, Աստվածային կյանքը ես չունեմ, ես ոչ մի բան չունեմ, բայց եթե ես ունեմ Քրիստոսին իմ մեջ, ես ամեն բան ունեմ։ Առաքյալն ասում է մենք ամեն բան առած ենք։ Ես տեսնեմ կհիշեմ այդ տեղը որտեղ է գրված Կորինթացիներին ու վասնամակի մեջ պիտի լինի եւ սա շատ հրաշալի մի խոսք է որտեղ առաքյալը ասում է թե մենք ինչ ունենք սիրելիներ ուրեմն առաջի Կորինթացիս 3-րդ գլուխ առաջի Կորինթացիս 3-րդ գլուխ 21 խոսքից նայենք 21, 22 եւ 23 ուրեմն մեկը թող չպարծենա մարդոսմով վասնզի ամեն բան ձերն է թե Պողոս թե Ապողոս սրանք առաքյալներն են թե Կեպաս թե աշխարհ թե կյանք թե մահ թե ներկա բաները եւ թե գալույքները ամեն բան ձերն է դուք ալ Քրիստոսի եք եւ Քրիստոս Աստծո հրաշալի է թե չէ ես հիշում եմ Այսպեսի խոսք կա ժողովրդի մեջ, մահը մերն է, մենք էլ մահինը, չէ՞։ Բայց ես այդ երկրորդ մասը չեմ ընդունում, դու էլ մի ընդունե։ Մահը մերն է, բայց մենք մահինը չենք, մենք Հիսուս Քրիստոսինն ենք։
Հիսուսը հաղթեց մահին եւ գերեզմանին, նա մեռելներից հարություն արի, էսի մեր կենթանի հույսն է, որ ամեն ով որ նրան հավատա, չի կորսվելու, նա հավիտենական կյանք պիտի ունենա, ինչպես մեր Տերը մեռելներից հարություն արավ, բոլոր իրեն հավատացողները մեռելներից հարություն պիտի առնեն եւ հավիտենական կյանքը պիտի ժառանգեն եւ հավիտյան Աստծո հետ պիտի լինեն։ Ուրեմն առաքյալն ասում է ամեն բան ձերն է, որովհետեւ ամեն բան Քրիստոսինն է։ Իսկ ինչ որ Քրիստոսինն է, քոնն է, որովհետեւ դու իր ժառանգն ես, օրհնյալ լինի Աստված։ Թող Աստծո Սուրբ Հոգին մեկ անգամ եւս մեզ մխիթարե եւ պահե մեզի մխիթարության մեջ։ Ամեն։ Տեր օրհնե։ Հարկ Տիրոջը մենք հիմա ավարտում ենք, սիրելիներ, մի քիչ հետո մաղոտքի կգանք, ուղղակի մի քանի խոսք էլ ավելացնեմ։ Պողոս առաքյալը Տիմոթեոսին ասում է, որ քանզի Աստծո շնորհքը իմ վրաս շատ խիստ եղավ։ Ամեն մարդու մոտ աստվածային շնորհք կա, բայց կան ոմանք, որոնց վրա խիստ է այդ շնորհքը լինում, շատ է լինում։ Եվ ես հավատում եմ, որ մեր եղբոր վրա խիստ շատ էր այդ շնորհքը։ Գիտեք, բոլորիդ էլ ինքը երևի ասած կլինի Փաշա ջան, չէ՞։ Փորձեցի ժառանգեմ այդ խոսքը իր հիշատակը պահելու համար, ես էլ սկսեմ ասել բոլորին Փաշա ջան։ Բայց տեսա, որ չի ստացվում իմ մոտ։ Այդ մարդը, որ ասում էր, հոգուց էր գալի։ Բայց ես որ ասում եմ, տեղ չի հասնում։ Այսինքն իրան տված էր էդի ասելու։ Միտք առնում եք, չէ՞ ինչ եմ ասում։ Խիստ շնորհքը, այդ ինչ որ ինքը ուներ, մատակարարում էր, մատուցում էր, Աստված իրան դրեց այդ սպասավորության մեջ եւ այդ շնորհքն էլ պարգևեց։ Եվ ես հավատում եմ, որ բաժնի մեր սիրելիներ, նաեւ բաժին ունի մեր հասմիկ քուրիկը, իր կողակիցը, որ իր մեջքին կանգնում էր, իր կողքը կանգնում էր։ Եվ ներող կլնեք ուղղակի ես ուզում եմ պարզապես երներ յուրաքանչյուր եղբայր, որը Տիրոջ մոտ ծառայում է, ինքը հաստատ իր կողակիցը կողքը պիտի կայնած լինի։ Այդ շնորհքը հենց Աստված իրան պարգևել է, Փառք Տիրոջը։ Դրա համար ինքն էլ մեծ բաժին ունի մեր եղբոր հետ։ Եվ նաև ես ուզում եմ մենք մերճի ժամանակներս եղբայրներ կորցրեցինք, ուզում եմ իրանց էլ հիշենք սիրելիներ։ Եվ ես նայում եմ, որ բոլորն էլ համարյա մի տարիքի։ Մենք կորցրեցինք Մուշե եղբորը 19 թվին, մենք կորցրեցինք Ալֆրեդ եղբորը 19 թվին, 20 թվին կորցրեցինք մեր Օնիկ եղբորը։ Եվ ես բոլորն էլ հեռացան կյանքից, բոլորն էլ գործի մեջ Տիրոջմով Ալֆրեդն էլ, Օնիկ աղբերն էլ, Տիրոջ սպասավորներն էին։ Բայց այսօր բոլորիս մի հարց է ծագում, ինչու։ Եվ ես հավատում եմ, որ իր ընտանիքին էլ է, մեր բոլորիս էլ է այդ հարցը ծագում, ինչու։ Ինչու Աստված հենց իրանց, ինչու Աստված հենց իրան։ Երկրորդ օրինաց 29-29-րդ խոսքի մեջ գրված է, երկրորդ օրինաց 29 գլուխ 29 խոսքի մեջ մենք կարդում ենք հետևյալ տողերը. ծածուկ բաները մեր Աստծուն կվերաբերվեն, բայց Աստված ինչ որ հայտնել է մեզի, մեզ է մեր որդիներին։ Կա մի տեղ, կա մի պահ, որ Աստված չի հայտնում էդի, որովհետև ինքն է դրա Տերը, ինքն է այդպես որոշել։ Եվ մենք այդ որոշման դեմ, այդ որոշման համար, այդ որոշման մեջ ոչինչ չենք կարող անենք։ Գիտեք ինչու։ Որովհետև ինքն է մեզի ստեղծել։ Մենք չենք իրան ստեղծել, որ մենք ոնց ուզենք իրան թելադրենք։ Սրան պահի, սրան վեկալ, էսի լավն է, էսի վատն է, էսի այսպես էր, այնպես էր, մենք չենք կարող այդ իրան ասել։ Դա իր կամքն է, որտեղ ինքը Աստված է եւ մեր ստեղծիչն է, եւ այդպես է ինքը կամեցել սիրելիներ։ Դրա համար մենք Աստծո կամքին հակառակ չպիտի գնանք եւ ասենք թող քո կամքը լինի, ով Տեր։ Ստե միտե հիշացվեց Եսայիա մարգարեության 50-րդ գլուխը առաջի խոսքից։
Արդարը կկոսվի եւ ուշադրություն անող չկա։ Ովքեր են ուշադրություն որ չեն, դե մենք չէ, դե աշխարհի մարդիկ են, որ ուշադրություն չեն անում։ Բարի մարդը ասում է իր հանգիստը կմտնի, անկողնու մեջ խաղաղություն կգտնի։ Աստված արդարին է, որ արդարի համար է կանգնած, փառք մեր Տիրոջը սրա համար։ Նա իր հանգիստ եւ խաղաղությունը գտավ։ Հիմա ցելների հորդորանքս էսի է, որ մանավանդ իր ընտանիքի անդամներին շարունակենք իր գործը։ Հավատքը, աղոթքը, հոգատարությունը, շնորհքը, որ ինքը ուներ, եթե իսկապես գտնում ենք, որ կորցրել ենք, կանգնենք իր տեղը, սիրելիներ։ Եվ մի բան էլ ասեմ, գնահատեք այսօր բոլորին, մեզ կենդանի եղողներիս, իրարու գնահատեք, թե եղբայր, թե քույր, դրանք ամեն մեկը մի գանձ են, ամեն մեկը մի պարգև են մեզի Աստծուց տված, հիշեք այս խոսքերը, սիրելիներ, բոլորն էլ Աստծո զավակներ են, բոլորն էլ Աստծո շնորհք ունեն, բոլորն էլ Աստծո Տիրոջ փրկվածներն են, գնահատեք այսօր, այսօրվա համար այս ամեն ինչը, որպեսզի մենք սիրելիներ կարողանանք իրանցից հետո կրենք ու տանենք այս ամեն ինչը, գնահատեք եղբայրներին, գնահատեք քույրերին, գնահատեք հարազատներին, գնահատեք Աստծո շնորհքը, որ այսօր մեր մեջ Աստված մեզ տվել է, փառք Տիրոջը դրա համար, Տեր օրհնի մեզ բոլորի սիրելիներ։ Աստված թող մեզ բոլորս իսկապես օրհնի, մխիթարի, ես էլի եմ ասում, որ մենք բոլորս կենտրոնանանք ամենագլխավորի վրա, Հիսուս Քրիստոսի շնորհքի վրա, ինչ որ ենք, Քրիստոսի շնորհքով ենք, մարդը, ով որ այա, ինչ որ անում է, առանց Քրիստոսի շնորհքի ոչինչ է, առանց Քրիստոսի շնորհքի, մենք բոլորս էլ իր շնորհքի տակ ենք եւ այդ շնորհքը օգտագործվում է եկեղեցու շինության համար, եկեղեցու ընթացքի համար եւ եղբայր քույրերի համար։ Թող Տերը մխիթարի մեզ բոլորիս, նրա հիշատակը թող վառելի մեր սրտերի մեջ եւ մենք իսկապես փառք տանք Տիրոջը, որ ունեցանք իրան։ Կարճ ժամանակ, բայց ունեցանք այդ հաղորդակցությունը, այդ սերը վայելեցինք, եղբայրներ քույրեր, վայելեք իրար, սիրեք իրար, փոշմանելու եք։ Եթե այսօր մեկը մի խնդրեմ ունի, ունեցել է իր հետ, այսօր էլ չի կարա հետ բերի իրան, որ էդի դզի այդ հարցը։ Չի կարա էլ, բրծավ, վերջացավ ամեն ինչ։ Հիմա եթե մենք մի խճմտանքի մեջ տանջվենք, որ այդ եղբորը չհասցրեցի ներողություն խնդրեմ կամ չհասցրեցի մի լավ բանով օգտակար լինեմ, արդեն մեր խճմտանքի վրա է լինելու։ Դրա համար այսօր ինչ ունենք, ով ունենք, ամենատկար զավակն է Քրիստոսինն է։ Ամենազորավոր զավակն է Քրիստոսինն է, տարբերություն չկա։ Ամեն, գանք աղոթքի։